Ծանոթացեք, Արցախցի Արթուրն է։ Արդեն 2 տարի է նրա տարերքը հարվածային գործիքներն են։ Ստեղծագործական ուղին սկսել է Ստեփանակերտից։ Հայաթափման պատճառով ստիպված էր թողնել սիրելի երաժշտական դպրոցն ու գալ Հայաստան, փորձել այստեղ շարունակել ստեղծագործել։ Երևանում երաժշտական դպրոցին ավելացան սպորտի խմբակները, նկարչության դասերը։ Իսկ հիմա ծանոթացեք։ Մրցույթով, պատվոգրով եւ մեդալներով լավագույն գեղանկարիչ Արթուր Աղաջանյան։ Սրանք իմ մեդալներն են նկարչությունից։ Նուռ եմ նկարել, 3-րդ տեղ դափթեկիր եմ գրավել։ Սա մանրանկարչության նման եմ արել ես։ Սիրում եմ ես մանրանկարչություններ։ Արթուրը շատ նկարներ ունի, թիվը նույնիսկ չի հիշում։ Ստեղծագործությունները հասել են Իսպանիա, Լիտվա։ Այս տարիների ընթացքում մասնակցել է բազմաթիվ մրցույթների։ Վկայականները սեղանին է շարել մայրը։ Երեխաների հավաստագրերը, գովասանագրերը, շնորհակալագրերը հպարտությամբ է պահում։ Իսկ հիմա Արփիի ներկայանալու ժամանակն է։ Արփին 6 տարեկան է։ 2 տարի է արդեն կանոնի է գնում։ Ասում է, երաժշտության հնչյուններն իրեն հանգստացնում են։ Արփին էլ է հասցրել համերգներ տալ։ Սեղանին դրված գավաթն էլ իրենն է։ Ես ուզում եմ, որ ես մեծանամ, գնամ համերգների, ես կանոն նվագեմ ու ինձ սափահարեն։ Այս անգամ համերգը ընտանիքի համար է, տանը, ծափերը ամենամտերիմների կողմից, գլխավոր ունկնդիրը միշտ տատիկն է, տան փոքրը 3-ամյա աստղիկը պահը բաց չի թողնում, ինքն էլ է ցանկանում ներկայանալ, դեռ խաղալիք կիթառով։ Երեխաների քայլ առ քայլ գրանցած հաջողությունների հետևում ծնողներն են։ Նշում են, միայն աշխատավարձով չէին կարող հոգալ ուսման ծախսերը եւ այդ ժամանակ որոշեցին բիզնես հիմնել։ Չես կարող էլի աշխատավարձով այդքան բանը հոգալ, որոշեցինք ինչ որ բան սկսել, ինչ որ միտք անընդհատ մտածում էինք ինչ որ բիզնես սկսելու մասին եւ ինքներս մեզ հարց ենք տալիս, որ ինչն է էլի, որ մենք համ շատ ենք սիրում, համ որ այդ գործով զբաղվենք, համ որ մեզ մոտ լավ է ստացվում։ Դե ես այն փոքր ժամանակվանից մեր տանը միշտ թութուններ եղել է, մամաս էլ, տատիկս էլ միշտ թութուն տարբեր տեսակի թութուններ են պատրաստել, հետո որ ամուսնացա, արդեն կինս էր պատրաստում։ Հետո նկատեցի, որ լավ է ստացվում մոտը, հետո դες որոշեցինք, ասեցինք մի քիչ խենթ բաներ, թութուների բիզնես սկսել էր, մի քիչ որովհետև ես իրոք սկզբից մի քիչ ոչ ոք չէր հավատացել, շատերը ասել են, որ այն էլ ամառը սկսելու վրա էր, շատերը ասացին, որ ամառը չեն առնի։ Չլսեցին կարծիքները, ռիսկի գնացին, արդեն սեզոնին իսկական բիզնես էր դարձել ու այս ամանորին արդեն շատ պատվերներ ունեին։ Թթվի վաճառքի առաջին եկամտով էլ դստերը կանոն գնեցին։ Սկզբնական շրջանում շատ դժվարություններով ենք անցել, սկսածում գտնելուց, չէին գտնում, դե մայիս, հունիս այդ ամիսներն էր դեռ բերքը լավ չէր դարել։ Մի կերպ մի տեղից գտնում էինք, բերում էինք, դնում էինք, պատվերա գալիս չենք հասցնում, հետո տարաների խնդիր ունեինք, տանում էինք կեսը թափելով, կեսը չգիտեմ ինչ, հետո զանգում էի ասում էի, պատվերը չենք կարող իրականացնել, ասեց բերում էի, չգիտեմ նորից մաքուր տոպրակի մեջ էի դնում, մաքուր ամանի մեջ էի դնում, արդեն զգուշ էի տալու։ Պատվիրատուների նախասիրություններն էլ արդեն հասկացել են, թթվի համը գնորդներին հիշեցնում է արցախյան մանկությունը։ Բրոկ լինեմ ես սկսել նոր այստեղ դնել, որ ասենք Արցախում դա չէի ես պատրաստում, դդմիկը, մանր եգիպտացորենը, այս տեսակի զանգակ տեսակի բիբարի տեսականի այս նույնիսկ նոր մի քանի ամիս առաջ եմ սկսել փորձել ու հենց առաջին փորձից էլ լավ ստացվել է փառք Աստծո մենք նաև մրգի տեսականի ենք սկսել դնել ամառվա սեզոնին այն շլորը կանաչ խնձոր մանր խնձորները հոնը ընտանիքը մասնակցել է դրամաշնորհային ծրագրերի այդ գումարով բիզնեսի համար անհրաժեշտ պարագաներ գնել հիմա էլ նկուղում դարակաշարերն են պատրաստում, որ թթվի տեսականին դասավորեն հավուր պատշաճի։ Ալադավթյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։